Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ, 14-րդ համար ասած ենք եղբայրներ ջան։ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ, 14-րդ համար։ Առաքյալը ուրեմն ասել է ետքը հետևյալ խոսքերը, եթե նրա հետ մերանք, նրա հետ էլ գաբրենք, եթե ամբերենք նրա հետ էլ գթակավորենք, եթե ուրանանք նա էլ մեզ կուրանա, եթե ավադարիմ չմնանք, նա ավադարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ, հետևյալը ասում է Տիմոթեոսի, այս բաները հիշեցրու, դիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվագրիվ չանեն։ Հիմա ինք ուրիշ թեմայի անցնում է, ոնց որ այս բաժինից մինչև այս գլխի վերջը կարանք ասել մի հատված է սա, եւ ինչպես մի անգամ հիշեցինք, մենք կարանք այս մասը երկու քարոզով ներկայացնել, քան թե մի քարոզով, 14-ից 26 համարները։ Եվ ասում է, հիշեցրու, դիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվագրիվ չանեն, որ ոչինչի բիդանի չէ եւ միայն գործանում է լսողներին։ Ինչու այսպես կխոսա, որը մի քիչ հետ կգտեսնանք, լեզվագրիվի խնդիրը մեր եկեղեցիներում անշուշտ կարևոր դեր ունի մեր համայնքում, մեր ժողովրդի կյանքում, որովհետև մենք մեր լեզուներով երբեմն կարանք ավելի վնասել, քան թե ինչ որ պետք է անենք, շինենք։ Եվ ասում է, որ այդպիսի բաներ անելը ոչինչի բիդանի չէ, ապա միայն գործանում է լսողներին, եւ ինքը ասում է, որ հիշեցրու, այսինքն հիշեցրու մարդկանց, որ ուշադրություն ունեն, եւ ասում է հետո, հապա դու չանա, անգամ եւս, ինքը ասում է չանա, ազո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել։ Իբրև մի մշակ, էլի այդ մշակի խորհուրդը գա, որ ամաչելու բան չունի։ Բոս առաքյալը քանի անգամ ամաչելու մասին խոսեցավ։ Ինչու որովհետև հոգևոր ծառայումը ազո մարդու գործը, եթե մեկը շիդակ չանե, նա ենթակա լինում է ամաչելու։ Եվ ամաչելը ոչ թե մարդկանց առաջ, ամեն բանի առաջ, Տիրոջ առաջ։ Ազո առաջ ինքդ քեզ ասում է փորձված ներկայացնել, փորձված, այսինքն դակիմաս, մեկը որ ինքը փորձից անցած է եւ այդ վավերացումը ստացած է, որ ինք հաջողած է, այդ տեստը անցած է։ Իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, ինչի մասին կխոսա, ինչ պետք է անի ազոմարտը, որ փորձված գտնվի, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքը ուղի է մատուցում։ Հիշում ենք, մենք ասեցինք երեք երբ սկսեցինք այս կոնֆերանսը, որ կարանք ասել սա բանալի համար մնե այս գրքում, ուր Պողոս առաքյալը ասում է, որ կարևոր դեր ունի մեր ծառայության մեջ, թե մենք ազո խոսքի հետ ինչպես ենք համագործակցում, ինչպես ենք աշխատում նրա հետ։ Եվ սա մեր վրա է, եղբայրներ ջան, սա մեր վրա է։ Բանալի բառը այդ ուղիղ էմադություն, այդ ուղիղ էմադությունը օրթոդոմեո բայից եկած է, որ ասել է ուղիղ գտրել։ Եվ մի անգամ նշված է նոր գտագարանում այստեղ է։ Եվ ինչպես հիշեցինք, Պողոս առաքյալը ինքը վրանագործ էր, վրանագործը, եւ որ ինք այդ տարբեր գտորներով սպաղում է, չի կարող օրինակ գաշի գտորները ծուրումուր բանան է գտրի, որ չի գտնում հետո, պետք է շիդակ լինի, որ ուղիղ կարել հետո միացնել նրանց։ Եվ սա ինքը իմդի ունի, սա ինքը իբր բատկերազարդում իմդի ունի։ Եվ ազո մարդը, ազո խոսքի հետ, եւ որ ինքը աշխատում է, պետք է կարողանա ուղիղ մատուցել։ Հիմա մատուցել առումով, այսինքն իմ հայերենով այդպես ասում է, ուղիղ գտրել։ Ոնց մենք լուրջի գուտանք, լուրջի կառնենք մեր աշխատանքը ազո խոսքի մատակարարման մեջ։ Որքանով լուրջ ենք, որքանով զգուշ ենք, որ Աստծո սխալ ցևով չներկայացնենք նրան։ Ինչու որովհետև եթե մենք ասում ենք Տերը ասում է նրա խոսքի միջոցով եւ սխալ բան ասենք, ինչ որ Տերը ասած չէ,
Սա խնդիր է։ Եվ նրա համար եղբայրներ ջան, ամեն անգամ որ մեր քարոզներում, ուսումնասիրություններում բամը ասենք, եթե մեզ համար հստակ չէ, էլի գնանք ուսումնասիրենք, էլի գնանք ստուգենք, էլի գնանք նայենք։ Այո, ադեններ կարաբադայել, որ ադենը մեմը բամը ասեցինք, որ այդպես պետք չէ ներկայացնենք, օքեյ, բայց եթե մեկը միշտ հաջախապար, սովորապար, միշտ հագամուտ է, որ սխալ ծևով մեկնաբանություն ունե, ինչու է մենք գիտենք, որ եթե մեկնաբանությունը սխալ լինի, ինչն էլ սխալ կլինի, հետևաբար կիրառումը։ Շատ կարևոր է սա։ Սուրբ Գրքի շիդակ մեկնաբանությունից, շիդակ կդրելուց, շիդակ կդրելը շիդակ մեկնաբանության հետ կապ ունի։ Ուղիղ կդրելը, ազող խոսքը ուղիղ պիտի մեկնաբանես, որպեսզի ուղիղ կիրառվի։ Եթե ոչ սխալ ուղի կարա վերցնել մեր կիրառումը, ինչու որովհետև մեր մեկնաբանությունը ուղիղ դրված չէ, ուղիղ մատուցված չէ։ Եվ չանա ասում է, Բոս Արաքյալը հրամայում է, չանա ասում է։ Հիմա երբ չանա ասում է, սա էլ ինչպես հստակ է հայերենի մեջ ալ հրամայական է։ Հրամայական է։ Չանա Աստծո առաջ, կարևոր չէ մարդկանց առաջ։ Էլի չեմ ասում, որ կարևոր չէ երբեք, որ մարդիկ ինչ կասեն։ Չէ, կարևոր է այդ առումով, բայց ամենաառաջ Աստծո առաջ։ Ինքը Աստծո առաջ պիտի փորձված ներկայացնես։ Մեկը որ Աստծո առաջ փաստված է, վավերացված է, ընդիր գտնված է սա առումով։ Տեստից անցած է եւ դուրս եկած է, ասենք լավ գույներով, լավ երանգներով, լավ նիշերով։ Իբր մի մշակ, էլի այդ մշակի կապարը չանայի հետ կապ ունի, ինչու որովհետև մենք երբ ասված մեզ ասում է, որ մենք մշակ ենք, ասել է, որ մշակը չանասեր աշխատող պետք է լինի, չանք պետք է տապի։ Եվ դա ասում է, հերու մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան, ինչի մեջ, ամբարշտության մեջ։ Հերու մնա զազրախոսություններից, հիմա զազրախոսություն, այսինքն այդպիսի խոսակցություն, որ անասված խոսակցություն է, բարապ խոսակցություն է, անիմաստ է, մեջը հիմք չկա, դադարք են։ Այդպիսի խոսակցություններից հերու գնա։ Երբ եղբայրներ ջան, մենք մեկնաբանում ենք Աստծո խոսքը, լավ կլինի, բանալի, եթե տերմիններ կան, փոքր կերպով սահմանենք, մինչ մենք խոսում ենք, կամ խոսքի հոսքում, ընթացքում սահմանենք եւ շարունակենք մեր զրույցը, կամ ասենք, որ սրա իմաստը, նշանակությունը սա է, որ մեր ժողովուրդը ավելի ըմբռնի կարևորությունը այն տերմինների առումով, թե ինչ ուզում ենք մենք ասել նրանց։ Ինչու որ մի քիչ առաջ օրինակ երբ ասեցինք այդ ուղիղ է մատուցում, մի անգամ նշված է Սուրբ Գրքում, այստեղ նշված է, մի խոսքով սա մեզ օգնում է, որ մենք կողմնորոշվենք Սուրբ Գրքի մի խոսքով վարդապետությունը լրիվ այդ տերմինի առնչությամբ։ Հիմա հիշում եք երեք խոսում էինք, ուզում էի, որ ցեզ մի քիչ սրա վրա, այս Bible Zoom հավելվածի վրա խոսանք։ Իհարկե անգլերենով ավելի կերատած, ասենք, հավելվածներ ունենք, բայց բարձրապես, որովհետև այստեղ ռուսերենով ալ կա, օգտագործեք այսպիսի հավելվածը։ Նայեցեք, հիմա օրինակ այստեղը ինչ որ օրթոթոմունտա ինքը նայ է, այստեղ որ գնում եք վրան խփեցի, այս էջը բացեց։ Եվ ինքը ասում է օրթոթոմեո, եւ այստեղ որ խփեք օրթոթոմեո։ Տեսեք, ինքը արդեն հնչում է ցես համար։ Կապար գունենակ։ Կոնե կապար գա։ Եվ սա լեքսիկային իհարկե իմաստն է։ Ինքը որովհետև տեքստի մեջ օրթոթոմեո չի ասում, օրթոթոմունտա ասում է։ Ինչպես որ մենք ասում ենք ուդել, ուդելը լեքսիկային իմաստն է։ Ուդումա, կերավ, գուդի, դարբեր այդ հոլովները ըստ տեքստի, ըստ եղանակի, ըստ դեմքի, ըստ անցի, առաջին ասենք թե անց, երկրորդ անց, երրորդ անց, հոգնագի, եզակի եւ այլն։
Հետո մի քիչ առաջ վրա դոկիմոն բառը նայեցանք, այստեղ է, որ դոկիմոս։ So, որ էլի մարուսերենով չգիտեմ ինչ ասում է, բայց եթե այստեղ խփեք, ցեզ գտա քանի անգամ նշված է այդ բառը նոր գդագարանում։ LXX-ը մի նայեք։ LXX-ը հին ուխտի հունարեն դարբերակն է, կարևոր as GNT, Greek New Testament, հունարեն նոր գդագարանը նոր ուխտի։ Չէ, LXX-ը կարաս նայել, երբ չկարողացար այլևս գոմնորոշվել, իմաստը ինչ է նոր ուխտում։ Ես չեմ ասում երբեք մի նայեք, LXX-ի լավությունը ինչ է, որ հին ուխտի եբրայերեն թարգմանությունը հունարենով ոնց օգտագործում էր։ Հիմա բարերու հետազոտության նկատմամբ ամեն բանի առաջ հեղինակի գրությունը օգտագործեք։ Նայեցեք օրինակ Պողոս Արաքյալը երկրորդ Դիմոթեոսում ոնց գրած է։ Հետո գնացեք նայեցեք մնացած այդ իր հովական թղթերի մեջ ոնց օգտագործած է այդ բառը։ Հետո լրիվ Պողոս Արաքյալի թղթերի մեջ ոնց ինքը օգտագործած է։ Հետո լրիվ նոր գդագարանի մեջ ոնց ինքը օգտագործած է։ Հետո գնանայ LXX-ում ոնց օգտագործված է։ Հետո եթե պետք է ուրիշ լեքսիկաներ կա իհարկե, որ օգտագործում են այն ադեմվա հունարենի մեջ, որոշ ասենք թե դարբեր քրագանություններից այդ բառը ինչպես օգտագործված է այն օրվա հունարեն աշխարհում, հունարեն քրագանությունում։ Ինչպես որ մենք այսօր հիմա հայերենի վրայով եթե մի բառ օգտագործում ենք, մենք սկսում ենք ոչ թե 1000 տարի առաջ ոնց օգտագործված էր այսօրով։ Ինչու որովհետև եթե այսօրվա այդ կապ ունի մեր հետազոտությունը, բայց եթե զորօրինակ մենք օգտագործում ենք մի բան, որ Գրիգոր Լուսավորչի օրով, կամ Մամիկոնյանի օրով 5-րդ դարում, այդ բառը ոնց օգտագործված էր մեր հայկական քրագանության մեջ։ Ինչու որ այդ բառը, որ Վարդան Մամիկոնյանը ասեց, այն ադեն, այսօր այդ բառը կարող է մի քիչ տարբեր իմաստ ունենա։ Նրա համար կարևոր է, որ սկսենք ամենա այդ նեղ օղակով Պողոս Արաքյալի օգտագործումը էս գրքում։ Հետո մի քիչ մեծանա։ Հիմա նայեցեք, այստեղ օրինակ ինք օգտագործումը ինչ որ ասենք այդ բարի վրա դոկիմոս, հիմա իդ վերադառնալով այդ օրթոթոմեո, եւ որ այստեղ խփենք Strong's-ի, ինքը Strong's-ը տարբեր բարերի թվանշան տված է, վրանի որ խփենք, նայեցեք, մի տեղ կա նոր գտագարանում, մի տեղ կա այդ բառը օգտագործված։ Արդեն ցեզ ասում է, որ գնացեք նայեցեք մի տեղ կա։ Սա մեկ, հետո մի քիչ այդ ուրիշ բարի վրա գետրոնանք, ինչ շարունակենք։ Հերու մնա զազլավ խոսություններից, որովհետև դրա մեջ եղողները ավելի առաջ կգնան անպարշտության մեջ։ Այսինքն անիմաստ, անասված, բարապ դագար մենք ասում ենք։ Ինչպես դագարը բարապ է, դադարգա խոսություն, այո, մենք այդպես ասում ենք արևմտյան, բարապ դագար, այսինքն դագարը, որ մեջը դադարգ է, չկա բամը։ Նրանք առաջ գնում են, այդպիսի բաներ անելով անպարշտության մեջ, բայց առաջ գնում են, բայց մենք ցանկանում ենք, որ ասված պաշտության մեջ առաջ գնանք, ոչ թե դադարգախոսության մեջ, անասված բաների մեջ։ Եվ հետո ասում է, եւ նրանց խոսքերը քաղցկեղի պես, հիմա քաղցկեղ, գանգրեն, ինչու որովհետեւ հունարենով ինքը այդ բառը օգտագործում է 17-րդ համարում, այստեղը գանգրեն բառն է, բայց գանգրենը իհարկե այդ պարտությունները կարա ստեղծել, որ ոնց որ այդ քաղցկեղի պես այդպիսի դեսակիվանությունների տան է։ Այրնով քաղցկեղ բառը գրված է, կապար հասկանում ենք, նրանց խոսքերը քաղցկեղի պես ջարագում են, կամ գանգրենի պես ջարագում են, ուրիշներին կվարակեն, և նրանցից են ասում է, էլի Պողոս Արաքյալը այստեղ անուններ տալիս է, Հիմենեոսն ու Փիլեդոսը, երկու տարբեր մարդկանց անգամ ևս անուններ կնշի, և այդ Հիմենեոսը ինքը առաջին Դիմոթեոսի, առաջին գլխի 1:20-ում նրա անունը հիշում է, հավանական է, որ նույն անձն է, և այնտեղ խնդիր անողներ էին, ինչու որովհետև նրանք տարբեր ուսուցմունք ունեին, եւ Պողոս Արաքյալը նրանց վրա ասեց սատանայի անձնեցի, իբր Արաքյալ։ Հիմա ես ու դու չենք կարող այդպես անել այսօր, որ բարձրապես մեր եկեղեցիում մեկը գա, որ սխալ վարդապետություն ունի, ուրեմն սատանային անձնենք, այդպես բան չի գա։ Ադի Արաքելական իշխանություն ունի,
առաքյալները կարողություններ ունեին, որ այսօր մեր հովիվները չունեն նույն իշխանությունները։ Սա կարևոր է նկատի ունենալ, եւ որ գնանք առաքելական ծառայության այդ հատկությունները նայենք, garanք տեսնալ, որ ինչ բաներ նրանք կարային անել։ Սա չի նշանակում, որ մենք չենք կրնար դիրոջ աղոթել, որ ով դեր դու աս հարցը լուծիր։ Եթե պետք լինի, թշնամին օգտագործիր, որ նրան սեվով մխոնարեցնե, բայց իհարկե Աստծո է garanք աղոթել, որ դեր դու խոնարեցրու նրան։ Բայց դերը երբեմն կարող է սատանային օգտագործել, որովհետեւ այդպիսի անձիմը խոնարեցնե, լրացնե եւ այլն։ Եվ Հիմենեոսը եւ Փիլեդոսը ասում է, այս երկուքը հիմա Փիլեդոսի մասին ուրիշ բանը չգիտենք, հիմա նրանք ինչ անում են, որ բոսարակել օգտագործում են նրանց անունները այն կատեգորիայի գաբակցությամբ, որ նրանց խոսքերը կասկեղի պես ճարագում են, ինչու համար ասում է, նրանցից են, այդ մարդկանցից են, որոնք ճշմարտությունից շեղվել են, ինչպես շեղվել են, ասելով, թե մերելների հարությունը արդեն իսկ եղել է եւ ոմանց հավատը գործանում են։ Մերելների հարությունը արդեն իսկ եղել է։ Հիմա մերելների հարությունը ասելով, հավանական է նրանք ոչ թե սովորեցնում էին, որ Հիսուս եկավ, արդեն վերջին այդ հարությունը կատարվեց, չէ, որովհետեւ ամեն մարդ գիտե, որ Տեր Հիսուս չեկավ։ Նրանք կարելի է որ սովորեցնում էին, որ հավատացյալը արդեն Քրիստոսով հարություն արած է, հոգևորապես։ Այդ առումով մերածը, որ Քրիստոսով է հիմա, հավատքի միջոցով, արդեն հարություն արած է։ Բայց խնդիրը ի՞նչ է, որ սա Ազո խոսքի ճշմարտության հակառակ գնում է, որ Սուրբ Գիրքը խոսում է, որ մերելների հարություն կա, բարավոր մարմնի, ֆիզիկական բարավոր մարմնի հարություն կա։ Եվ ֆիզիկական ասում ենք հոգևոր, ֆիզիկական բարավոր մարմին, ինչ որ դերը ունի եւ դեսանք սա հայտնություն մեգում։ Հայտնություն մեգում Հիսուս ինքը այդ բարավոր մարմնով ինքը հբավ դպչեց Հովանես Արաքյալի ինքը բարձր ուրվագան չէր Հովանես իրեն տեսավ իր աչքերով Հիսուս տվավ նրան սա մի վախեցիր եւ դերը կամի մենք ալ սպասում ենք նրա այդ օրվա 1 Կորինթացիների 15-ի մեջ Բողոս Արաքյալը այդ հարության մասին խոսում է որ սպասում է մեզ դակավին չկադարվել կգադարվի աբակային բայց սրանք դժմարտունից շեղվել են ինչու նրանք սովորեցնում էին մերելների արություն արդեն իսկ եղել է հիմա առաջ որ շարունակեմ ելի ուզում եի 17-րդ համարում մի բառ մը գա որ նրա վրա ուզում եի կենտրոնալ որ ցես շատ զանոթ է իդ գնանք բայբլզում 17-րդ համարում նայեցեք այս լագաս բառը զանոթ է մեզ չէ խոսք հիմա լագաս բառը Հիսուսի վրայով ասում ենք չէ իսկ իսպեներ բանը խոսքը այդ առումով բայց լագաս բառը բարձրապես խոսք նշանակում է եւ համա տեքստը մեզի ցույց տալիս է Հիսուսի մասին է խոսքը չէ թե ուրիշ մի բանի մասին է եւ մենք շատ լավ գիտենք 17 համարից որ այստեղ ասում է նրանց ինչերը խոսքերը եւ նրանց խոսքերը ասեք կասկեղի պես ճարագում են Հիսուսի մասին չէ այստեղը ուրեմն համատեքստը գորոշի իմաստը մի բարիմը մի արդայդությանը սա շատ կարևոր է եղբայրներ ջան այո աշխատանքի կարոտ է որովհետեւ սխալ հասկացողություն չլինի որով եթե թույլ տանք կարելի է սխալ հասկացողություն լինի նայեցեք ուրիշ բանը եւ մի քիչ առաջ անցանք սրա վրայով երբ այդ զազրախոսությունների մասին խոսանք 16 համարում էլի գնալով այստեղ նայեցեք 16-րդ այսին նրանց ասում է այդ զազրախոսությունները բեբեյլուս այդ բեբեյլուս բառը եւ որոս նային քանի անգամ նշված է դուք ասեք 5 անգամ 5 անգամ մեկ պիտի սերդենք նայեցեք այդ բառը Պողոս Արաքյալը Դիմոթեոսի 4 անգամը Դիմոթեոսի ասած է ինչու այդ բառը հովվական ծառայության մեջ մաս ունի կարևոր դեր ունի սա նկատի պետք է առնչվի եւ հատված պետք է ուսումնասիրեցվի ամեն մի համարում որ այդ բառը օգտագործված է ամեն մի համարում պետք է օգտագործվի ուսումնասիրեցվի նրա իմաստը համատեքստի համաձայն
Եվ հետո մի հատ Եբրայեցիների 12-16 կա Եսավի վրայով օգտագործված է այդ բառը, որ ինքը ամբարո եւ անասված այդ բանով։ Այո, այդ հատվածն է։ So օգտագործեք եղբայրներ ջան այսպիսի ավելվածներ, որ ոչ թե բարձաբես ցեզ զարգացնի, այլ ջոխացնե եւ օգտակար լինի ցեր լսարանին։ Հիմա ես չեմ ասում, որ ցեր քարոզների մեջ այսինքն քարոզների մեծամասնությունը այսպիսի տեխնիկային բարերու հետազոտություն կամ արդարության հետազոտություն անեք, բայց երբեմն կարևոր տերմիններ կան, որ պետք է մեկնաբանվին։ Օրինակ, Պողոս Արաքյալը երբ Ռոմայացիների 5:1-ում ասում է հավատով արդարացած լինելով, խաղաղություն ունի Քրիստոսի հետ, ազո այդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիմա շատ մարդիկ հավատը հասկանում են ինչ է, բայց արդարացած լինելը ինչ է։ Արդարացում ինչ է։ Աստվածաբանական տեխնիկային բարակիդություն է, պետք է բացատրվի։ Նրա սահմանումը հագիրճ կերպով մի տողով պետք է ասվի, 1-2 բարով պետք է ասվի, 1-2 ուրիշ հղումներ պետք է լինի, որովհետեւ լսողը հասկանա, թե ինչ է արդարացած լինելը։ Ամեն մարդ չի հասկանում ինչ է արդարացած լինել։ Երբ մարդ արդարացած բառը որ լսե, բարի, լավ բան արեց, չէ։ Արդարացած լինելը աստվածաբանորեն հղիացած բառն է։ Ինչու՞։ Քրիստոսի արդարության հետ կապ ունի, մի խոսքով, նրանից զատ արդարացումը Աստծո դատական որոշումն է, հռչակումն է, որ անցումը որ առաջ մեղավոր էր, հիմա ինք ազատ է այդ զրբարդությունից։ Արդարացած լինել։ Դատական ինք տերմին է, որ ասված իբր բարձրակույն դատախազը, դատավորը, այսինքն, ինք ասեց, որ դու անբարդ ես։ Եվ իհարկե Քրիստոսով եղավ, սա Քրիստոսի արդարության միջոցով եղավ։ Ուրեմն բարերու հետազոտության նկատմամբ եղբայրներ ջան, լավ գնեք, օգտագործեք այսպիսի գործիքներ, հավելվածներ, ծեր օգտակարության համար է, լավ է։ Ուրեմն մենք հասանք 18-ը արդեն իսկ, որոնք ճշմարտությունից շեղվել են ասելով, թե մերելների հարությունը արդեն իսկ եղել է, եւ ոմանց հավատը գործանում են։ Հիմա երբ որ գործանում գասես, սա չի նշանակում, որ բարձաբես որ մեկը եկավ ասեց, որ չէ, զոր օրինակ Հիսուսի քալուստը արդեն եղած է, ուրեմն մեկը իր փրկությունը գործընծուց։ Սրա մասին չենք խոսում։ Հավատ գործանել, ասել չէ, որ ոչնչացնել մեկում հավատքը։ Համատեքստի համացան, այսին հավատքը գործանելը մեկում հավատքը, այսին վնասես մեծապես։ Եվ նրա համար է, որ շատ կարևոր է բարերուն ուշադրություն դարձ։ Ինչու, որովհետև եւ այս սուտ վկաները գալիս են, քեզ ասում են եւ ինձ ասում են, որ ոչ հավատացյալները պիտի հավիտենապես Տիրոջ առաջից կործանվեն։ Այդ տերմին օգտագործված է որովհետև։ Եվ նրանք այն գործածելով ասում են լրիվ ոչնչացում, ոչ։ Մենք գիտենք, որ լրիվ ոչնչացում չէ, հապա հավիտենական ողջ գենթանի դարաբանք է։ Ուրեմն մեր մարդկային այսօրվա հասկացողության համադ սուրբ գրային բարերը չօգտագործենք, հապա սուրբ գրքի համատեքստի գրական եւ սուրբ գրքի լայն աստվածապահության համացան լինի, որովհետեւ չշեղվենք։ Ինչու՞ որովհետեւ լիքը տերմիններ կան, նայեցեք, որ ազոխոսք օգտագործումը եւ ուզգուշ պետք է լինենք։ Հովհաննես ավետարանի 8:31-ից արջամ այդժամ Հիսուս իրեն հավատացած հրեաներին ասաց. «Okay, ոսկենանք, ոսկան առնենք»։ Իրեն հավատացած հրեաները, ուրեմն փրկված են այդ հրեաները, չէ՞։ Շատ հավատացյալներ շուտով արդեն այդ եզրակացության գալիս են, շուտով ցածկում են այդ եզրակացության։ Ոչ։ Հավատացած, ինչի հավատացած։ Իրեն հավատացած, Հովիկ ինչ ասում ես, իրեն հավատացած, եղբայր ջան, ցավը տանեմ, սպասիր, փրկված չեն։ Հիսուս ասում է, եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները գլինեք, տագավին աշակերտ չեն։ Եվ հետո ասում է, գճանաչեք ճշմարտությունը այն ադեն, եւ ճշմարտությունը գազադի ցեզ, դեր ազատված չեք, դեր ճշմարտությունը ջանցած չեք, դեր տագավին իմ աշակերտներից չեք։ Ուրեմն շատ կարևոր է ուզգուշ լինենք, բարձրապես որ հավատաց, ինչու հավատաց, ինչ տեսակի հավատք։ Մենք գիտենք Հովաննու ավետարանի մեջ քանի տեսակի հավատներ կան։ Ուրիշ
Հովանես Ավետարանիչի երկրորդ գլուխ 23-ից 25։ Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվան։ Okay, փրկվեցան ուրեմն, չէ՞։ Ոչ։ Ուրգից գիտենք, համատեքստից, դեսնելով նրա գործած հրաշքները, բայց Հիսուսը նրանց չէր հավատում, չէր վստահում, հունարենով չէր հավատում գսե։ Նրանք հավատացին, բայց Հիսուսը նրանց չէր հավատում։ Նույն բառն է։ Պիստիո, այդ բայը, որով ինքը բոլորին ճանաչում էր։ Գարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր ինչ կար մարդու մեջ, մարդու սրտում։ Նրանք հավատացին, բայց Հիսուս նրանց չէր հավատում, չէր վստահում։ Հա, որովհետև Դագավին նրանք փրկված չեն, նրանց հավատքը փրկարար հավատ չէ։ Բանի հավատացին, իրեն հրաշքները տեսան, հրաշքների համար որոշ հավատ ունեն, բայց ոչ թե փրկարար հավատ։ Նրանք էլ տեսան, այդ բոլորին տեսան եւ չհավատացին իրեն։ Կարևորը վերջը իրեն հավատալը։ Հրաշքան է, ճիշտ, որ լավ մարդ է, բարի գործեր կարող է անել, օգտակարություն ունի մեզ համար, սովորական մեկը չի, մարգարե մնե եւ այլն, բայց միայն Հիսուս հրաշք գործող մարգարե լինող մեկը բավարար չէ, որ մեկը եթե այդ մասին հավատա միայն, որ մեկը փրկվի։ Մենք գիտենք սա։ Հավատքի տարբերություններ կան։ Հովանես Ավետարանիչը տարբեր հավատների մասին կխոսի, ճշմարիտ հավատքի, ժամանակավոր հավատքի, այսպես ոնց որ բիզնեսային հավատքի, արևդրական հավատքի, արևդրական հավատք 6-րդ գլուխ, ոչ թե ավետարանական հավատք։ Ավետարանական հավատքը արևդրական հավատքը։ Արևդրական հավատքը ասում է, որ դու իմ գրնագս կկերես, էսա քուգդ։ Դու ինձ օգտակարություն ունենաս, քեզ գերչագենք թակավոր 6-րդ գլխի մեջ, չէ՞, Դավիթ եղբայրս։ Հիսուս բայց կարևորություն չդվեց։ Քանի որ Ռոբեյետը նրա դեմ ելան։ Հիսուս երբ խոսեցավ, ես եմ գենացածը, մեկը իմ մարմինս պետք է ուդի, իմ արյունս խմի, քայթակվեցին, բազանցան, գնացին։ Ուր եք, ուզում եք նրան թակավոր անել։ Նրան շարժարիտը սխալ է։ Քրիստոսի միտքը Աստծո ծրագիրների համաձայն չեն մտածում։ Վերադառնալով մեր տեքստին, մերելների հարություն դեռ չի եղած։ Նրանք ասում էին, որ մերելների հարությունը եղել է։ Չէ, մենք սպասում ենք մերելների հարության, որ դերը այն օրը 1 Կորինթացիների 15-ում զորօրինակ ինք մեզ բարավոր մարմին կտա։ Բայց Աստծո հաստատած հիմքը գանգուն է։ Հիմա Աստծո հաստատած հիմքը ինչ է։ Հիմա ինչի մասին խոսում է, եկեղեցու մասին խոսում է, օրինակ, Եփեսացիների 2:20, ինչու որտեղ հիմքը եկեղեցին նրա մասին խոսա, չէ, եւ որ գնանք եւ առաքյալներ եւ աշակերտները ասում է, նրան սույներն են։ Հա։ Ադի Եզակի Մատթեոս 27-ում, ադի Եզակի իրադարձություններ։ Նո նրանք չտեսան այդ բանը, նրանք ադի Հրեաստանում են, սրանք Եփեսոսում են, կապ չունի։ Չէ, չի եղել։ Ադի Եզակի բադար էր։ Ըստ Աստծո խոսքի մնացած վկայության մերեների հարություն Դագավին չի եղած, հավատացյալների համար սկսյալ, ոչ թե միայն ոչ հավատացյալների, ոչ հավատացյալները ջերմակ աթորի առաջ հայտնություն 21-ում այնադեն կլինի նրանց հարությունը, որ նրանք պիտի ստանան այնպիսի հոգևոր մարմին, որ դիմանան հավիտենական դանչանքին գրագելիջում։ Մերելները պիտի առուցանվին, հայտնություն 20-ում, 11-ից 15, ջերմակ աթորի դատաստանը, դեռ ոչ մերը եղած է, ոչ նրանց է եղած է։ Հադուկ Եզակի բարակայր է, բայց ավելի չգիտենք Երուսաղեմի մասին։ Սովորական, այո։ Նայեցեք ինչ ասում է, այստեղը Եփեսացիների 2 ասում է 19-ից, ուրեմն այսուհետև այլևս օդար ու բանտուղ չեք, այլ սրբերի համակարգացիներ եւ Աստծո ընտանիքի անդամներ, առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունակարը Քրիստոսն է։
նրա մեջ ամբողջ կառույցը ներտաշնագորը միավորված աճում է։ Եկեղեցու մասին խոսում է, որովհետեւ Տիրոջը սուրբ դաջար դառնա, Տիրոջով սուրբ դաջար դառնա, որի մեջ դուք ել նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու միջոցով։ Հիմա ինչ ալ լինի մեկնաբանությունը այս բարակայում, եւ որ ասում է Աստծո հաստատ հիմքը գանգուն է եւ այս գնիքն ունի։ Հիմա մենք գիտենք գնիքի արժեքը ինչ էր։ Այսօր ալ գիտենք գնիքի արժեքը ինչ է։ Նամանավանդ այն ադեն։ Հիշում եք ինչպես այն ադեն Հիսուսի ադեն հռոմայական այդ գնիքը որ գար իր գերեզմանի առումով, որ եթե դու այդ գնիքը չեղարգես, այսինքն գոդրես, մահապատիժի ենթակայես։ Եվ ումի հետ հարց ունես, խնդիր ունես։ Հռոմեական գայսրության հետ, ոչ նրանից ավելի մեծ կառավարություն չկար այն այդ։ Հրեական կառավարությունը չէ, հռոմեական կառավարության հետ խնդիրը։ Ուրեմն այս բարակային, բայց այստեղ ունենք ավելի մեծ մեկը։ Աստծո հաստատած հիմքը գանգուն է եւ այս գնիքը ունի։ Դերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են։ Նաեւ աներավությունից թողետ գանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է գանչում։ Հիմա մի րոպե այսպես անենք, որ ավելի լավ երևնա, ավելի մեծ երևնա, մի քիչ, ավելի լավ այսպես։ Այսպես ավելի լավ է։ Ուրեմն Տիրոջ հաստատած հիմքը գանգուն է եւ այս գնիքը ունի, թիվ 1 Ինչու ասում է դերը ճանաչում է նրանց ովքեր իրենն են, ինչու որովհետև նախքին համարներում ումի մասին խոսում էր, Էսիմենիոսի եւ Փիլեդոսի մասին խոսում էր։ Եվ այստեղը Տիրոջ խոսքը Պողոս Սարակյալի միջոցով հասկացնում է, որ սրանք հավատացյալներ չեն։ Ինչու որովհետև ասում է դերը գիտին իրենինները եւ նաեւ աներավությունից թողետ գանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունը գանչում է։ Բայց սրանք անիրավության մեջ էին, ինչու որովհետև նրանք ճշմարտությունից չեղած էին։ Ինչպես։ Հա։ Եվ իմ հագատրությունով, որ Պողոս Սարակյալ մեզ խոսում է, նրա համար է, որ մեզ այդ հասկացությունը տալիս է, որ սրանք Տիրոջը զավակները չեն։ Ինչու որով նրանք անիրավության մեջ են գանգնում։ Եթե Տիրոջը զավակ է մեկը, չի կարող անիրավության մեջ գանգնել եւ գանգնել այդ առումով, որ ասի ապրի այդ ընթացքի մեջ։ Ապրի այդ ընթացքի մեջ։ Հավատացյալը գարա սխալ անել, մեղ կործել, գարա սխալ վարդապետության մեջ ընկնել, բայց հավատացյալը այնտեղ մեջ չի մնա, որ հավատացյալ է։ Բայց նրանք ոչ թե բարձրապես սխալմամբ ընկան, առանց այսինքն նրանց կամքի ընկան, նրանց կամքով ընկան, ուզելով ընկան, մոլորեցնում էին, ուրիշներին վնասում էին, նրանց հավատքը վնասում էին, կործանում էին։ Եվ սուտ վարդապետներ մինչև այսօր կշարունակեն այդպիսի անել եւ պիտի շարունակեն, շարունակում են եւ պիտի շարունակեն։ Նրանք փողի ետևեն են, շահախնդրության ետևեն են, աշխարհի այսինքն աբրիսը բրավոն ընդունելու ետևե են, քան թե Քրիստոսի անունը գանչեն աներավությունից ետ գանգնելով, ինչպես որ Առաքյալը ասում է։ Հետո Առաքյալը ասում է 20 համարում մեծ դան մեջ, ոչ միայն ոսկյա ու արծաթյա աթոռներ կան, այլևս փայդյա եւ խեցե, գան, որ բադվավոր գործազության համար են եւ գան ոչ պատվավոր գործածության համար, այսինքն անոթներ, պատկերացրեք ամաններ, որ դան մեջ ունենք, որոշ ամաններ մենք օգտագործում ենք օրինակ, երբ որ հյուրեր կան, հարազատներ կան, եւ ուրիշ ամաններ ունենք, որ այսպես աղբ դնում ենք, կամ ասենք դեմը որոշ ասենք բաներ կա, որ ասենք թե գեղդոտ է, այդ գեղդոտ բանի մեջ գտնենք եւ միասին կգցենք հետո, կթափենք գնա։ Եվ մեծ տան, որ ասում է, այս տանը մասին, որ խոսում է, ինչի մասին կխոսա։ Աստծո տունը, ինչու որովհետև արդեն իսկ ինքը մի քիչ առաջ Աստծո հիմքի մասին խոսեց, որ կարծում եմ, որ նրա եկեղեցու գաբակցության պես է, քոնե գաբակցությունը գա այնտեղ, ինչու որովհետև եթե դու Աստծո եկեղեցից մաս ես, դու պետք է անիրավության մեջ ապրես, եւ Աստծո եկեղեցից մեջ լինելով, այդ մեծ տան մեջ լինելով,
որ դարբեր անոթներ կան, առաքյալը ասում է Դիմոթեոսի, եթե մեկը ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, գդառնա բադվական անոթ, սրբագործված անոթ եւ Տիրոջ օգտակար անոթ, բադրաստ ամեն բարի գործի։ Եվ այդ արտահայտությունը մի քիչ հետ նույնանման ցևով 2 Դիմոթեոս 3:17-ում առաքյալը արդեն ագնակ կանե։ Դերգամի այսօր երեկոյան այդ համարը գանդրադառնանք։ Ուրեմն եթե մեկը որ իրեն այդպիսի բաներից մաքրի, սա իհարկե Դիմոթեոսի մասին խոսում է առաջնագար կառումով, բայց բոլոր հավատացյալների համար էլ է, որ մենք մեր անձերը պետք է մաքրենք, որպեսզի դառնանք բադվական անոթ, սրբագործված լինենք եւ Տիրոջ օգտակար լինենք։ Անպետք հավատացյալի Աստված պետք չունի։ Մեծ դան մեջ ոսկյա, արծաթյա անոթներ կան, բայց էլի կա փայդյա եւ խեցե։ Կան, որ բադվավոր կործածության համար են, կան, որ ոչ բադվավոր կործածության համար են, ուրեմն եթե մեր անձերը մաքրենք, այդ լավ անոթների նման կլինենք, պատրաստ ամեն բարի գործի։ Երիտասարդական ցանկություններից շարունակում է առաքյալը, ասում է, օքեյ, ուզում ես, որ Աստծո համար օգտակար ծառա լինել, այո, եւ պետք է հետեւյալն անես։ Երիտասարդական ցանկություններից փախիր։ Հիմա երբ ասում է երիտասարդական ցանկություններից փախիր, սա բարձրապես սերային ցանկությունների մասին չի խոսում, հաբա ավելի ընդհանրական է։ Դարբեր երիտասարդական ցանկություններ։ Երիտասարդները շատ անգամ ոչ թե միայն սերային ցանկությունների ագամետ են, փողի ցանկությունների ագամետ են, շահագործելու, անուն ստանալու, մարդոց կողմէ ճանաչվելու, դարբեր փորձություններ կան երիտասարդական, որ դարիքով հավատացյալները արդեն իսկ անցած են այդ փուլերից։ Կարևորություն չեն տալի։ Ինչու որովհետև նրանք սովորած են։ Դարբեր ծերով դերը նրանց սովորեցրած է, որ անցիր այնտեղից գնա, դու պետք չունես սա։ Երիտասարդները օրինակ սիրում են, ես կանգնեցա քարոզեմ, ամեն մարդ ինձ տեսնե, ես քարոզեմ, ես ասեմ, ես անեմ։ Չէ, ուրիշներն ալ իրենց բաժինը ունեն, ուրիշներն ալ ազգործի մեջ մաս ունեն։ Բայց ինքզինք տեսնելը, շախընտրության հետևել լինելը, միշտ ուզելը, որ առաջին լինի մեկը, այս բաները էլի այդ ցանկությունների մեջ են։ Եվ այո, ինքը ասում է, որ այդպիսի բաներ կարա բադայել։ Եվ հիմա միայն սա չէ, հիմա կտեսնանք երիտասարդական ցանկությունների մեջ ուրիշ ինչ փորձություններ կան, մի քիչ հետ կգխոսա։ Եվ ասում է հետամուտ եղիր։ Եվ որ ասում է հետամուտ եղիր, այսինքն մի խոսքով հետաբնթիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը, Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։ Ինչու որովհետև այդպիսի մարդկանց կարիք ունենք, իբր երիտասարդ հովիվներ, իբր երիտասարդ հոգևոր գործիչներ, իբր երիտասարդ քարոզիչներ։ Պետք ունենք մարդկանց, որ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչում են։ Եվ հետամուտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը։ Երբ Պողոս առաքյալը ինքը խոսում է այդ հետամուտ լինելու նկատմամբ, ուրեմն այդ հետամուտ լինե խոսքը իհարկե հրամայական է, որ դու պետք է անես սա։ Ինչու արդարությանը, ինչու հավատին, ինչու խաղաղությանը, որը մի քիչ հետ արդեն կխոսա, որ Աստծո մարդը ոնց որ գրվահոգի պետք չէ լինի։ Եվ ասում է խուսափիր հիմար ու անօգուտ վիճաբանություններից, խուսափիր իմանալով, որ դրանք գրիվներ են ծնում։ Այդպիսի թվում է, որ Դիմոթեոս ինքը երիտասարդ լինելով այդ ցանկություններին դեղի էր տալիս։ Օրինակ, մեկը գալիս է, նրան սկսում է բամը խոսալ, ինք փոխադարձում է, ոնց որ վեճի բռնվում է։ Ինքը Դիմոթեոս իր նպատակը կարող է լավ լինի, կարող է իր նպատակը բարի լինի, ուզում է որ դիմացնին
սովորեցնի, բայց պատասխանելու ցև կա, վեճի մեջ, վիճապանության մեջ, այդ ցևով պետք չէ ընկնի, սա երիտասարդական ցանկություններից է, ինչու որ մենք երիտասարդներս ասենք ավելի այդ խանդավառությունը, դակարյունը ունենք, ուզում ենք ավելի բնթումով ցույց տանք, որ չէ մենք շիդագ ենք, բայց այդպիսի բաները Պողոս Արաքյալը ասում է իմանալով, որ դրանք գրիվներ են ծնում, խնդիր կհանեն, պետք չունես, եւ ասում է դիրոջ ծառան չպետք է գրվի, ումի խոսումը այս բոլոր բաները, առաջնակարգ կորեն Դիմոթեոսի խոսումը, ուրեմն սա մեզ ցույց տալիս է Դիմոթեոս ինք այդ երիտասարդական ցանկության հագամետ էր, որ երբեմն գրիվի մեջ ընկնում էր, Սավի մեջ ընկնում էր, վիճապանության մեջ ընկնում էր, չէ, Արաքյալը ասում է, այդ հիմար անօգուտ վիճապանությունների ծերումն է, ինչու է վերջը գրիվ կանեն, եւ ասում է, դիրոջ ծառան չպետք է գրվի, այլ ինչ պետք է անի, դիրոջ ծառան պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, եւ նայեցեք եղբայրներ ջան, ես ցես հարց տամ, բոլորը այստեղ ումի մասին կխոսա, հավատացյալ ժողովրդին եկեղեցվո մեջ, չէ թե բոլոր անձերին, հավատացյալ, ոչ հավատացյալ եկեղեցվո մեջ եկեղեցվո դուրս Ուրգից կարան գիտնալ, մի պատասխանեք, ուրգից կարան գիտնալ, եթե Սուրբ Գիրքը մեզ պատասխան տալիս է։ Ուրգից, պատասխանը ինչ է ձեր, հա? Տեքստից, համատեքստից, այո, տեքստը մեզ պիտի ցուցաբերի, եթե պատասխան կա կամ չկա, պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող լինի, անողագալ, հա, հագարակվողներին հեզությամբ խրադի, նայեցեք, Մեն պետք է լինի, ուսուցանող պետք է լինի, անողագալ, հագարակվողներին հեզությամբ խրադի, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա։ Կարող է չտա։ Ճշմարտությունը ճանաչելու եւ սատանայի որոկայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են նրա գամքը գադարելու համար։ Ուրեմն սրանք ով են, հավատացյալներն են։ Ոչ հավատացյալներն են, որովհետեւ Ճշմարտությունը ճանաչած չեն դագավին, ապաշխարություն չունեն 25-րդ համար։ Նրա համար ասեցինք, որ այս բոլորը ումի մասին կխոսա հատվածում, համատեքստում։ Իհարկե եկեղեցու ժողովուրդ կա, բայց այստեղ ինքը կխոսա նրանց մասին, որ արդեն հագարագող են, ոչ հավատացյալ են, որ այդ ոչ հավատացյալները հավատացյալների մասին չի խոսար 25 համարում, նրանք են, որ ապաշխարության եւ ճշմարտություն ճանաչելու գարոտ ունեն։ Մեկը որ ապաշխարության գարոտ է, ասել է Տերդագավին հավատացյալ չէ, եւ Արաքյալը ասում է Դիմոթեոսին, որ նա է, Դիմոթեոս ջան, դու պետք է չգրվիս, մեղմ լինիս, ուսուցանող լինիս, անողագալ լինիս, հեզությամբ խրադես, հեզությամբ, շատ հեշտ է գրիվով ամեն ինչ անել, շատ հեշտ է, ավելի թյուրին է, բայց խոնարհությամբ անելը, հեզությամբ անելը, առանց ող բայելու մեղմությամբ, սա մեզ գբարդատրի, որ ցուցաբերենք այսպես դիսցիպլինը, որ Սուրբ Օգու այդ բդուղի մասերը ցուցաբերումը, հեզության, ժուժկալության, համբերության, սիրո, բոլորը այնտեղ են, խաղաղության, այնտեղ են, Սուրբ Օգու բդուղի այդ 9 բաղադրիչները, հագարակողներին հեզությամբ խրադի, թերևս, ադի ազգ երիշխան կորձն է, Աստված կարող է իրենց թողե այդ գարկավիճակի մեջ, իբր ըմփոսներ, հագարակողներ, ճշմարտությունը մերժողներ, քու կորձը չի ադի ասում է Աստված, իր խոսքի միջոցով, Պողոս Արաքյալի միջոցով, հապա քու կորձը դե ասում է, որ դու հեզությամբ բոլորի նկատմամբ, թե հավատացյալներին եւ ոչ հավատացյալներին, նմանավանդ այստեղ, որ դու սովորեցրու նրանց, խրադի նրանց հեզությամբ, ինչու է հոգևոր ծառայության մեջ ադենը մեմը բադահում է, որ եկեղեցի մեկը գալիս է եւ սկսում է այդպիսի ցեվով ոնց որ իր բոլոր գարձեք թե երազանքը, առաքելությունը, որ քեզ միշտ հագարագի կոթեմ, հարց տուր դու քեզ, կարող է որ այդպիսի անհատ հավատացյալ է, կամ ոչ, եթե այս ծայրահեղության ասնի, ինչպես այս մարդիկը, որ այստեղ նշված են,
18-րդ, 17-րդ համարում եւ այդպիսիները կարող է որ ավադացյալ չեն, միտը հեչ միտքեդ անցած է որ ավադացյալ չեն, կարող է ավադացյալ է, բայց կարող է ոչ։ Եվ նրանք ասում են սատանայի, որբեսի ասված դերևս նրանց ապաշխարությունն է ճշմարտությունը ճանաչելու եւ սատանայի որոքայթից զգուշանալու։ Ինչու որ սատանան արդեն նրանք բռնած է իրենց ցերքի մեջ, իր որոքայթի մեջ են։ Պատկերացրեք որոքայթը, որ ուրսենք նաբաստակը բռնվում է, որ սորտի որոքայթում։ Այդ արդայության, այդ խորհուրդը մեզ ցուցաբերում այստեղ, այդ բարի միջոցով, որ ինչպես այո, որոքայթ, թագարթը, այո, թագարթի մեջ բռնվում է, որով նրանք բռնվել են նրա գամքը կատարելու համար։ Սրանք ոչ ավադացյալներ են, սատանայի որդիներ են, նույնիսկ առաքյալը ասում է, եթե այդ ծայրահեղության համաձայն մարդիկ ունես քո ծառայության մեջ, ասված նրանց գործածումը, որ քեզ սովորեցնե ինչ լինես, մեղմ լինես, շարունակես ուսուցանել, մեղմ լինելով, հեզությամբ խրադելով, չասես, որ սրանք սատանայի որդիներ են եւ վերջ, նրանց գցենք եկեղեցից դուրս։ Ես չեմ ասում եղբայրներ ջան, որ դեղը չկա, որ ադեներ կա, այսինքն որ պետք է, որ այդպիսի մարդկանց զգուշացվի, խոսեցվի, եւ եթե այդ herцվազողություններով նրանք կործանում են եկեղեցու ժողովրդի հավատը, պետք է նրանց ասեք, որ դեղ չունեն այստեղ։ Չես կարող ասել, որ ցկե թող կա, ինքը լավ փող տալիս է, վնաս չունի, մի քիչ herцվազողություն զորօրինակ, եթե այդ անձնավորությունների պես հագարակվում էին Դիմոթեոսի, սովորեցնում էին, որ արդեն առությունը եղած է, եւ Դիմոթեոս ասում է ազո խոսքի համաձայն ոչ տակավին չէ եղած, ինչպես պիտի վարվես, երիտասարդական ցանկությունների տեղի կտաս, ցուցաբերելով, որ չէ դու լավ գիտես Սուրբ Գիրքը, շարունակում ես բնթել, դեղ գա որ պիտի չբնթենք, թողենք դերը ինքը, թողնելիքն է։ Չէ, պետք է բնթենք, որ ինքը գիտնա, որ ինքը սխալ է, ոչ, դու ասելիքդ ասեցիր, հեզությամբ, թող, Հակոբ ջան։ Մի հատ ևս ասա։ Չես կարող այդ բոլորը այնտեղը բարփակել այդ երկու համարում, ինչու որ լիքը թեմաներ կան։ Առաջի թեման вообще կապ չունի։ Լիքը թեմաներ կան։ Բայց նայեցեք, Դիմոթեոսը ինքը ուրեմն իր երիտասարդական ցանկությունների համաձայն հագամետ էր այսպիսի գրիվի մեջ բռնվելու, վեճերի մեջ բռնվելու եւ միևնույն ադեն այդ, ասենք, երկչոդության այդ հոգինալ ուներ, որ առաքյալը նրան խրադեց, որ, այսինքն, հաղթահարիր այդ երկչոդության հոգուն։ Այսինքն, մեկը գարա նայել ունենալ եւ մյուսն ունենալ միևնույն ադեն։ Եվ դրա համար եղբայրներ ջան, այս հովական թղթերի մեջ լիքը կարևոր ուսուցում կա մեզ համար, երիտասարդ կամ ոչ, խնդիր չէ, որ կարանք մենք օգտագործել այդ ուսուցմունքը, որ ավելի աստվածավայել հոգևոր ծառայություն մատուցենք Տիրոջ։ Հագարակորդներ եւ հագարակողներ միշտ կլինեն եւ պետք է լինեն եւ լավա որ լինեն ադենը մեմը առնվազն, որ մեզ խոնար բահի, սովորեցնե ոնց պիտի մենք այդ մարդկանց հետ շփվենք։ Մենք եղբայրներ ջան գլուխ կդրելու չենք ելած։ Մենք խոնարհաբար սովորեցնելու եկած ենք։ Մենք ող բահելու չենք։ Տիրոջն է գործը։ Թող Տերը ինք եթե ապաշխարություն տվեց, նրանց դարձի բերեց ճշմարտության ճանաչելու, որպես սատանայի որոքայթից նրանք ազատվեն, որոնք նրա գամքը անում են, դու կարևորը հավատարիմ մնա, խոնար մնա, զգաստ մնա, սովորեցրու Աստծո խոսքը, գրիվ մի արա, վիճապանությունների մեջ մի մտներ։ Ըսի Իսավ շատ թյուրին է այդ բաների մեջ ընկնելը։ Դու ասեցիր, ես ասեցի, ես քեզ ասեցի, դու ինձ ասեցիր, վերջ չկա։ Երբ երդասարդ ենք,
Ես ալ հիշում եմ, երբ երիտասարդ էի ավելի եւ որ մեկը տեսնայի, որ անավադի մեկն են ամարավանդ եւ հագարակվում է ուժքին երբով, ուզում է իրեն հասկացնել, որ դու ով ես։ Ես քեզ ազո խոսքի միջով գարամ ցույց տալ, որ դու սխալ ես։ Սա երիտասարդ էի։ Բայց արդեն իսկ 20-երու սկիզբ հասկացա, որ չէ, իդ կաշվե։ Սելիքդ ասեցիր, թող դերը իրեն խոսի։ Սելիքդ ասեցիր, թող դերը իրեն խոսի։ Որովհետև ինքը եթե բարգացավ, դու բարգացար, ավելի բարգացավ, ավելի ձայնը բարձրացրեց, դու ձայնը բարձրացրեցիր, վերջ չկա։ Սա մեր վկայությունն է։ Ինքը իր հոգսը չէ, իր վկայությունը։ Ինքը իր վկայության առումով վկայություն չունի։ Սատանան ուրախ է նրա վկայությունով, նրա գամքը գադարելու համար այդպիսի բաներ անում է, այդպիսի անց, բայց մենք Տիրոջ վկայությունը ունենք եւ ուզում ենք, որ Տիրոջ վկայություն լավ ցևով ներկայացնենք մարդկանց, թե մենք մեր այսինքն խմբի մեջ, մեր եկեղեցիների մեջ միմյանց հանդեպ լավ վկայություն լինենք եւ մարդիկ ադեսեն, որ այս եղբայրը կամ այս քույրը նմանավանդ հոգեվոր կորձիչը, Աստծո մարդը, հովիվը շնորհալի անց է, համբերող անց է, հեզ հոգի է, ոչ թե բնդաջագատ, միան իր ուզածը, միան իր սազը շիդագ է, նույնիսկ եթե իր սազը շիդագ է, ըսելու ցև գա, ըսելու ցև գա, ադենգա որ խոսանք, ադենգա որ ետ կկաշվենք, օքեյ, չես ուզում, թող ինքը որ ինք փաստարգը շահեցավ, իր փաստարգը ավելի գերիվեր էր, թող գարձե, ոչ, հիմարություն է ըրածը, եւ ես չեմ ուզում հիմար լինել շարունակելով, խոսալ, ինչի՞ս պետք, ես միթե իրեն կարող եմ փոխել, ոչ, Աստծո խոսքը ասում է, միակ անձը որ կարող է փոխել, թերևս Աստված նրանց ապաշխարություն դա, ճշմարտությունը ճանաչելու, ադի նրա կորձն է, իմ քու կորձը չէ, իմ եւ քու կորձը շիդակ ցևով, խոնարհով գիսվելն է Աստծո խոսքը եւ թողել որ Տերը ինքը անե իր կորձը նրանց սրտերում։ Ասկան եղբայրներ ջան, այս գլխի նկատմամբ, եթե հարցեր կան, չէ՞ ոչ մեր միջումը վերցնենք։ Շատ լավ։ Շարունակենք հետո։